Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությունը գտնվում է համակարգված ոչնչացման և աղավաղման վտանգի տակ, հայտնել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։ Վտանգի տակ են Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ ու դրանց բացառիկ հավաքածուները, որոնք 2023 թվականի իրադարձություններից հետո զրկվել են բնականոն գործունեությունից և կանգնած են կորստի լուրջ սպառնալիքի առաջ։ Օմբուդսմենը ընդգծել է, որ Արցախի թանգարանները երկար տարիներ եղել են տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության պահպանման, գիտական ուսումնասիրությունների և մշակութային ինքնության կարևոր կենտրոններ։ Երկրում նախատեսվում է երկու նոր ինստիտուտի գործարկում՝ հետադարձ հիպոթեքը որպես գրավի նոր տեսակ և հետադարձ հիպոթեքի վարկային պայմանագիրը։ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով նախատեսվում է նաև ամուսնու բացառիկ սեփականության նոր իրավունքի ներդրում, որի միջոցով ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը կարող է գրանցվել որպես ամուսնու բացառիկ սեփականություն։ Նախագծի հեղինակների գնահատմամբ փոփոխությունները կխթանեն անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը, կապիտալի շրջանառության աճին և նոր ֆինանսական գործիքների ձևավորմանը։ Ագարակ սահմանային անցման կետում ստուգել են Իրանի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը, որը ըստ փաստաթղթերի Վրաստան պիտի տեղափոխեր շինարարական սալիկներ։ Ռենտգեն զննությամբ խախտումներ չեն արձանագրվել, սակայն ծառայողական շունը կցորդի հատվածներում ցուցաբերել է թմրադեղեր հայտնաբերելու վարքագիծ։ Մանրամասն զննության արդյունքում մաքսային ծառայողները բեռնատարի հատուկ պատրաստված գաղտնարաններից հայտնաբերել են շուրջ 28 կիլոգրամ հաշիշ, փաթեթավորված 111 առանձին կապոցներում։ Թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով Իրանի քաղաքացին ձերբակալվել է, հարուցվել է քրեական վարույթ։ Խոշոր ավտովթար Երևանում մայիսի 17-ին ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհախտ Ուրնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes Maybach Hongqi մակնիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Maybach-ը հարվածել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Toyota-ին։ Վթարի հետևանքով 5 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։